Ահա, վերադարձանք տաղավար ու խոսեցինք ուժեղ կանացից, խոսեցինք մարտի 8-ից, խոսեցինք բնությունից ու նաև բարբարներից, չէ, ասոցացրեցինք, բայց նաև քիչ առաջ նշեցի, որ կինը նաև բնության եւս մի հրաշք է, բայց կինը շատ հաճախ նաև ասոցվում է արվեստի հետ, ու այնքան հաճելի է, որ արվեստում նաև կանայք են, ուժեղ կանայք են։ Մենք վառ օրինակ էլ ունենք, ես շտապեմ արդեն ներկայացնեմ, տարօրինակ նայում եք ինձ, ես խոսում եմ ինչ-որ տարօրինակ բաների մասին, թե հաճելի բաների մասին, ճիշտ ասա։ Արվեստի կանայք երբեմն նաև տարօրինակ են թվում, Ռուբեն, դա նորմալ է։ Ահա, լավ, հասկացա։ Ես շտապեմ ներկայացնել մեր հյուրին։ Մարտի 5-ին ժամանակակից արվեստի թանգանում կայացավ նկարիչ Արմինե Թումանյանի 4 տարերկներ խորագրով անհատական ցուցահանդեսը։ Սկսած արդեն խորագրից ու նաև աշխատանքներից եւ ավելի շատ մանրամասն թեմաների կանդրադառնանք հենց մեր հյուրի շնորհիվ։ Այո, մեր տաղավարում է արդեն Արմինե Թումանյանը, բարի լույս, շնորհակալություն, որ ձեր առավոտը կիսում եք մեզ հետ։ Ձեզ էլ եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Ձեր միամսյակը շնորհավոր։ Շնորհակալություն։ Ու գանք այնտեղից, թե այս անգամ հետաքրքիր ցուցահանդեսով, նաև այդ ցուցահանդեսի խորագրով հանդես եկաք արդեն մարտի 5-ից, գանք նախապատմությանը։ Ինչպես ծնվեց, ինչ աշխատանքներ են ցուցադրվել, նոր արդյոք կան աշխատանքներ այս ցուցահանդեսում, թե նաև ձեր աշխատանքներից, այսպես որ նկարիչները երբեմն նկարում մոռանում են, չէ՞ որ այդպես աշխատանք կա, վայ, սա ես նկարել էի ես որ թվականին, թե այսպես դեպքեր նույնպես տեղի ունեցան։ Այո, այս նկարների սկսել եմ նկարել 4 տարի առաջ, բայց այս ընթացքում 2 տարի կարելի ասել ես ընդհանրապես չեմ նկարել, տարբեր հոգեբանական ծանր ապրումներ եմ ունեցել, ինչպես կին եւ հատկապես արվեստագետ կին կլինի, չէ, այդպիսի բաներ։ Պարկասու եւ որպես կուրատոր ես իհարկե ցուցահանդեսներ կազմակերպում եի այլ նկարիչների համար, բայց ինքս ինձ համար շատ ջանքեր ներդրեցի, որ կարողանամ վերջապես անել այն գաղափարը, ինչը որ ծնվել էր 4 տարի առաջ, իդեպ որ վերջի անգամ ձեր մոտ այստեղ հյուր եմ եղել, եւ այն ժամանակ ես սկսեցի մի ճանապարհ, որը ուզում էի պատկերել այն, ինչը որ չի երևում, անտեսանելին, տեսանելի դաշտ բերելու, եւ եթե կհիշեք այն ժամանակ ձայների եւ զգացմունքների նվիրված ցուցահանդես էր, իսկ հիմա ինձ հետաքրքիր էր պատկերել այն, ինչը որ մեր շուրջն է եւ դա մեզ պարտադիր շրջապատում է, բայց շոշափելի չի եւ երևացող չի։ Եվ սա որպես երկրորդ փուլ այդ ցուցահանդեսի արդեն ինձ համար հետաքրքիր էր 4 էլեմենտները, այսինքն 4 տարերկների մասին պատկերել մի բան, որը գաղափարը նորից սկսել էր անմիջապես այն ցուցահանդեսից հետո, բայց շարունակվեց 4 տարի ձգվեց, որպեսզի գա այն ինչին որ 4 տարվա մեջ էլ 2 տարի եք աշխատել։ Այո, 4 տարվա մեջ 2 տարի ընդհանրապես չեմ աշխատել։ Չեմ կարողացել աշխատել եւ եթե անկեղծ ասեմ, վերջի 2 ամսվա մեջ եմ ստեղծել այդ նկարների մեծ մասը, որոնք որ հիմա ցուցադրվում են ժամանակակից արվեստի թանգարանում եւ դա ինձ համար խորը փիլիսոփայություն էր, սկսած Էպիտոկլից, որը 5-րդ դար միջև մեր թվարկությունը ստեղծել էր այդ գաղափարը, որ դիեզերքը բաղկացած է 4 տարերկներից՝ ջուր, հող, կրակ եւ օդ, եւ հատկապես խորհրդանշական է, որ այդ նույն տարերկները կան մարդու մեջ, որովհետեւ նույն այդ մեր հայտնի բժիշկները հունական հույն բժիշկների փիլիսոփայության հիման վրա մարդու մեջ էլ կան նույն այդ 4 տարերը, որը որ հողը որպես մարմին եւ բայց դուք այլ կերպ եք դրանց մոտեցել ու այլ կերպ եք նույնիսկ դա բացատրում։ Այո, ես դա բերեցի իմ անձնական դաշտ, որտեղ որ արդեն հողը դա իմ հիշողությունն է, ջուրը դա իմ զգացմունքն է, կրակը դա իմ կոփվածությունն է եւ օդը ազատությունը, որը որ անհրաժեշտ է բոլորիս հավասար չափերով լինի մարդու մեջ
որի սինտեզում իհարկե ծնվում է սերը։ Այո։ Քանի կտավներ ենք ցուցահանդեսին ներկայացրել։ Այնտեղ կան կտավներ առանձին անկախ կտավներ 35 հատ եւ մի հատ ինստալացիա, որը որ խոսում է իմ անցյալի եւ իմ մոտիվացիայի մասին շարունակել կյանքը, նրանք բաղկացած են կարծեմ 12 նկարից։ Իսկ եթե ընդհանրացնենք կնոջ գաղափարը եւ տարերքների, կնոջ ու տարերքների համադրումը, այսպես որպես ուղիղ համեմատական ձեր պրիզմայից նայելիս, հա, ինչպիսին է կինը ձեզ համար այս 4 տարերքների մեջ։ 4 տարերքների մեջ կինը հենց 4 տարերքները իր մեջ պարունակում է, որովհետեւ որպես մայր ունի կապ արմատների հետ եւ հողի հետ եւ իրեն անհրաժեշտ են այդ օդը կրակը եւ ջուրը, որպեսզի այդ ամբողջը սինտեզվի եւ իհարկե վերածվի սիրո։ Ես անունը դրել եմ 5-րդ էլեմենտ, 5-րդ տարերք սեր։ Այդպես նաեւ, որովհետեւ սերը դա ամեն ինչի շարժականն է։ Բոլոր ստեղծագործական փուլերի եւ նույն ծննդաբերության, կնոջ, ամեն ինչի մեջ սերը պետք է լինի, որպեսզի պտուղը եւ արդյունքը լավը լինի։ Արմինե, իսկ սերն է մղում ստեղծագործելու թե ցավը։ Նայած, հա, երկուսն էլ մղում են ստեղծագործելու, ցավը միգուցե ինչ որ մոտիվացիա ապացուցել, որ դու կարող ես այդ ցավի մեջից դուրս գալ եւ ստեղծել այն ինչը որ արդյունքում ցույց կտա նորից այդ սինտեզը, սիրո սինտեզը։ Ցուցահանդեսը մինչև ամսի 22-ն է լինելու։ Մինչև մարտի 22-ը, այո, Կիրակի օրը։ Իսկ դրանից հետո շարունակություն կունենա ցուցահանդեսը այլ թանգարաններում, գուցե հենց Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանից դուրս։ Հայաստանից դուրս պլանավորում եմ, բայց Հայաստանում ոչ։ Դեռ չեն կարող փակագծեր բացել։ Ուր Հայաստանից դուրս։ Եվրոպայի տարածքում, բայց որտեղ հետո Առիթ կունենանք խոսելու հետո երևի դրա մասին, երբ որ տեղի ունենա։ Սիրով, հա։ Իսկ նոր ցուցահանդեսի գաղափարներ, դատելով որ դուք ամեն ցուցահանդեսից հետո նոր գաղափար է ծնվում, նոր ձեզ մոտ ինչ-որ մտքեր են ծնվում, սա էլ հաշվի առնելով որ 4 տարի առաջ էր դեռ ծնվել վերջին ցուցահանդեսից սկսած։ Այո, ես քանի որ գնալով ավելի մեծացրել էի կտավների քան մեծ չափերը, հիմա ուզում եմ հետ վերադառնամ համասարանական այդ տեխնիկաներին, որը մատիտն է եւ գուաշն է եւ տուշն է, դա կլինի մյուս этаպը, վերադառնալով այդ հսկայական կտավներից դեպի ավելի փոքր կտավներ, որտեղ կլինի թեման գիտեմ, բայց դեռ չեմ բացի փակագծերը։ Մենք ամեն Ինչպիսին է նկարչի ներքին աշխարհը, երբ նա մեծ կտավների վրա է նկարում եւ անցում է անում փոքր կտավների։ Անկեղծ ասած, ես սկսել եմ ամենափոքրը տարածքներից, եթե ինձ ճանաչում եք, ես առաջ ստեղծում էի արծաթյա զարդեր եւ շատ փոքր 0 վրցինով նկարում էի արծաթյա զարդերի վրա, հետո հագուստ, հետո մետաքսի վրա, կտավ չէր, մետաքս էր եւ դա հենց փուլեր անցել եմ ամեն ինչ եւ երբ որ զգացի կտավի այդ ազատությունը եւ մեծությունը ինձ ավելի շատ սկսեց գերել ավելի մեծ չափեր եւ այս ցուցահանդեսին կա շատ մեծ կտավ, որը 3-2-ի վրա էր, ես իրեն փոքրացրեցի եւ ինքը 5-րդ տարերքն է սերը, որը սահման չունի, չեմ դրել իրեն որպես բան ոչ մի ռամկաների մեջ, ոչ մի փակագծեր չունի ինքը բաց է եւ արդյունքում ինքը ստացվեց մեծ կտավ, որը խորհրդանշում է ձու եւ մեծ ծաղիկներ ա վրան նկարած, որի կողքը դու հենց այդ էներգիան զգում ես եւ ինքը չունի սահման եւ սերը պետք է լինի անսահման։ Այդ չափերը, մեծ չափերը շատ հետաքրքիր են, բայց նաև մեկ-մեկ ուզում ես արդեն վերադառնալ այլ, այսինքն փորձես անընդհատ ալիքների վրա ստեղծագործությունների։ Ես մոռանաս ինչ ես նկարում արդեն շեղվի կամ նկարիչների մոտ այդպես չէ, ոչ թե
Հարցը դա չի։ Նկատի ունեմ այդ պահին դու ունես զգացողություններ կամ այն ինչ որ քո մոտ եկել է քո մուսան, շատ մեծի դեպքում գուցե կեսից արդեն փոխվի ցանկությունները, կեսից փոխվեն այլ ընտրանք ինչ որ այլ ինչ որ կտավը ես սկսել էի Փարիզում Cité des Arts-ում ես բան արտ ռեզիդենցիայի գնացել 2 ամսում այնտեղ ցուցադրվել էր կիսատ, որովհետև պետք էր ցուցադրել, ոչ open studio-ի ժամանակ, այդ ընթացքում չեմ եղել ձեզ մոտ, կարող եմ խոսել հանգիստ։ Հա, եւ այդ շրջանում ես այդ 2 տարին, 3 տարին երբ որ չեմ նկարել, այո, կտրվել էր այդ միտքը եւ հիմա շարունակվեց, կարելի ասել, ընդհանրապես ուրիշ տեսակի մի բան ստացվեց, բայց իրականում դու ուզում ես արտահայտվել մեծ կտավի վրա, երբ որ սկսում ես եւ շարունակում ես, կարող է դա ընդամենը մի ամիս տևի, երբ որ հսկայական կտավ է։ Մենք անապերտ սպասենք ձեր մյուս ցուցահանդեսին, այդ փոքր արդեն չափսերի մեջ, ես վստահ եմ, որ այդ ժամանակատար այդքան չի լինի դրա համար, այդքան առողջություն ու ժամանակ պետք չի լինի տրամադրել, ավելի մի քիչ թեթև շրջան կլինի, հատկապես մեծ այս աշխատանքներից հետո փոքր ինչ դադար կարծում եմ պետք է յուրաքանչյուրին։ Շնորհակալություն ձեզ Արմինե, որ մեր տաղավարում եք ու նաև հաջողություն եք մաղթում, հուսանք, որ սիրելիներս դուք նույնպես առիթը բաց չթողնեք, ամսի 5-ից է արդեն ցուցահանդեսը բացվել ժամանակակից արվեստի թանգարանում, մինչև մարտի 22-ը դեռ ունեք ժամանակ, այցելեք ու այդ կտավները դուք ինքներդ ձեր աչքերով կարող եք տեսնել։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Շնորհակալություն եւ ինչպես նշեց Արմինեն, սերը պիտի լինի անսահման։ Դա ինչա դուր եկավ։ Ես կպահեմ։ Դուք էլ